Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հանձնարարական է իջեցրել ուժային կառույցներին մոտ 50 հոգևորականներից կազմված ցուցակ կազմելու, որպեսզի իրականացվի տեղեկատվության հավաքագրում վերջիններից վերաբերյալ։ Ըստ նույն իշխանական աղբյուրների հաղորդված տեղեկությունների նպատակն է ապագայում պլանավորել հնարավոր գործողություններ այս անձանց նկատմամբ։ Թեև պաշտոնական հաստատում կամ մեկնաբանություն այս տեղեկատվության վերաբերյալ առայժմ չկա, օրաթերթի թղթակիցը երեկ փորձել է մեկնաբանություն ստանալ ներքին գործերի նախարար ներողություն Արփինե Սարգսյանից, սակայն վերջինս չի արձագանքել։ Հիշեցնենք, որ պետական կառույցների եւ հոգեվոր աշխարհի միջև հարաբերությունները շարունակում են խիստ լարված մնալ։ Այս թեմային շատ անգամներ անդրադարձել ենք, մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու։ Այո, Նիկոլ Փաշինյան երեք, եթե հետևել եք մեր եթերին, Վելուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ քննարկում էինք այս հարցը եւ եկանք այն եզրահանգման, որ Նիկոլ Փաշինյանը KGB-ի ՊԱԿ-ի, խորհրդային այդ կառույցի մեթոդաբանությամբ է պայքարում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, հավաքելով կոմպրոմատներ, այդ կոմպրոմատները հրապարակայնացնելով, փորձելով թիրախավորելով քանդել կառույցը, որը 1700 եւ ավել տարիների պատմություն ունի։ Այս գործում հատկապես կարևոր է առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության եւ ներքին գործերի նախարարության դերակատարումը։ Այս մարդիկ, որոնք հավաքում են կոմպրոմատներ կամ ստեղծում են կոմպրոմատներ հոգևորականների, քաղաքական գործիչների վերաբերյալ, ապագայում վստահ եմ օրենքի առաջ շատ ավելի խիստ պատժի պիտի արժանանան կոնկրետ այս գործերով, քան անգամ այդ հրահանգները իջեցնող Նիկոլ Փաշինյանը։